Ուրեմն ուզում եմ խոսել այսօր էլի այդ KGB-ի ագենտի հետ կապված ուրեմն իրադարձություններին, որը տեղի է ունենում այսօր քաղաքական դաշտում։ Շատ համառորեն ամեն ինչը անտեսելով, ամեն ինչ վերաթքելով այսօր ԿՊ ծաղրացուները, որ էշից տարբերում են մենակ ականջի չափերով, ուրիշ ոչինչ բանով, հա։ Այդ ամեն ինչ անտեսելու շարունակեն։ Տեսակ ոնց ապացուցեցինք, որ Եզրասը KGB-ի գործակալ է։ Իսկ որ ապացույցներ ներկայացվեց Արաբատ Միրզոևի հետ կապված գործակալ լինելու հանգամանքներում Թուրքիայի, ոչ թե Ռուսաստանի։ Դրա մասին ինչի ոչինչ չասվեց, որ խի ոչ հերկվեց, ոչ հաստատվեց, ոչ մի բան բացարձակապես չասեցիք դրա մասին։ Չէ՞ որ դա ապացուցվեց, մոռացաք տղեկ։ Լավ, հիմա հարցն է, որ փաստաթղթեր են հրապարակվել բացարձակապես թարմ սպիտակ թղթի վրա, որ նույն տարեթվի թղթերից համեմատում ես դեղնացության չափանիշով ինքը տարբերվում է։ Բացի դրանից, Պակում ես որպես ԱԱՑ-ի մինիմում 16 տարի աշխատած սպա, պայստազորի, ձեզ կարամ հաստատ ասեմ, որ այդ տարիներին բոլոր գրագրությունը Պակում եղել է բոլոր հանրապետություններում բացարձակապես ռուսալեզու, որևէ միտեղ, որևէ հայերեն գրագրություն, գրարում առավելապես կնիքը հայերեն լեզվով չի եղել։ Հետես բան չկա։ Դա առաջինը։ Երկրորդը, որ թղթերի թարմության տարբերությունը շատ մեծ է նույնաթիվ երկրների եւ այն որ գրարման ուրեմն ձևերը, որը պարտադիր էր բոլոր, ասենք թե բաժանմունքներում եւ բաժիններում, թե ինչ ձևով պետք է լրացվի նման փաստաթուղթը, էական տարբերում, որտեղ դա չգիտեին ոնց է լրանում, հա, կամ ոնց է լրացվում դա։ Այդ սա հələ թողնենք մի կողմ։ Եկեք մի հատ պարզագույն ուրիշ բանի մասին խոսանք։ Ասենք թե ենթադրենք թե Եզրասը եղել է KGB-ի գործակալ մինչև 86, թե մինչև 88 թիվը։ Մի հատ ուզում ձեզ հարցնեմ, ԽՍՀՄ եղել է ԽՍՀՄ-ում ՊԱԿ-ի գործակալ։ Իմ ուզում եմ հասկանամ, ԽՍՀՄ այդ ժամանակ մեր հայրիս համար ինչ երկիր է եղել։ Ձեր համար, այդ քպեական էշերի ծնողների համար, այդ որ մենակ ականջով են էշից տարբերվում։ Ընդհանրապես մի հատ անալիզ արել է այս անուղիղ բովանդակություն ունեցող զանգվածը։ Այս ցեխը, պոլի վրա թափած զիբիլը։ Вообще անալիզ արել է ԽՍՀՄ էդի ինչ երկիր է եղել։ Եթե ես չեմ սխալվում, դա մեր բոլորիս հայրենիքն է եղել, չէ՞։ Մենք այդ երկրում ենք ապրում, դա բոլորիս ընդհանուր երկիրն էր։ ԽՍՀՄ դա մեր հայրենիքն էր։ Այդ հայրենիքի համար մենք աշխատում էինք, ուրեմն արարում էինք, կռվում էինք մեծ հայրենական պատերազմում հսկայական զոհեր տալով հանուն այդ հայրենիքի։ Հիմա ապուշներ, եթե այդ երկրի հայրենիքի ՊԱԿ-ում գործակալ է եղել, նշանակում է, որ ինքը ծառայել է մեր հայրենիքին, չէ՞ մեր ընդհանուր հայրենիքին։ Հայրենիքի ծառա է եղել։ Ինչ որ մի բանի համար կարևոր օգտակար է եղել եւ դրա համար ՊԱԿ-ը իր դիմել է, օգտագործել է հնարավորին չափ օգուտ ստանալու քաղելու համար։ Եվ այդ անձը ինչ որ արել է հանուն հայրենիքի, չէ՞։ Հələ մատ ուզումներ լարեք, արել է հանուն հայրենիքի, չէ՞, որովհետեւ ինքը ապրում էր ԽՍՀՄ-ում, որ իր հայրենիքն էր, չէ՞։ Այ ապուշներ։ Բա հիմա ՊԱԿ-ը որ օրինակի համար խելացի լիներ ու Եզրասին դիմեր, Եզրասն էլ ծառա էր, ինքը վատ բաներ անելու։ Հա, հաշվի առնելու որ համայն հայության սփյուռքը աշխարհով մեկ
սփռված լինելով, գրեթե այդ ամբողջ երկրներում, որտեղ որ տեղակայված են, սպրուտի նման մտածեն տարբեր տեսակի ոլորտների մեջ, շփում ունեն, գիտելիք ունեն, տեղեկատվություն ունեն եւ այլն եւ այլն։ Հիմա եթե եզրասի մեկը լիներ այդ պակում եւ այդ մեր աշխարհասփյուռքից ամբողջ հայությունից մեր կարողանար օգտագործելով դիրքերը ստանալ մեր հայրենիքի համար անհրաժեշտ տեղեկատվություն, տրամադրել մեր այդ ժամանակվա հայրենիքին եւ մեր հայրենիքը կարողանար ճիշտ կազմակերպել անվտանգային գործողությունները, պաշտպանվելությունը եւ այլ տեսակի ուրեմն այդ ժամանակվա սովետի հասցեին հնչած զրպարտումները եւ այլն, այս ամեն ինչը ուրեմն ձեզ համար ոչ մի բան է, հա, դուք զիբիլի նման որոշել եք, որ արա դուք տեսակ, արա եզրասը կապ չունի, որ հերկվում է, որ փաստացի ապացուցում է կեղծիքը, որը միշտ եղել է սրանց զենքը, այս անասուն դավաճան թշնամի իշխանությունների զենք, այդ սաղ, այդ իրը դնում եմ մի կողմ։ Ես դες հարց եմ տալիս, հայրենիքին ծառայելը, հայրենիքի համար գիտելիքներ բերելը վատ բան է արա։ Ես ռազմական հետախուզությունում եմ աշխատել, ունեցել եմ օպերատիվ ուղղություններ եւ այդ օպերատիվ ուղղություններով տեղեկություններ եմ հայտնաբերել մեր թշնամի երկրներից, տրամադրել եմ համապատասխան մարմիններին, որպեսզի վերլուծություն անեն եւ դրա հետ կապված կազմեն մեր օրակարգը ապրելու, զինվելու, պաշտպանվելու։ Նշանակում է ես վատ բան եմ արել, արա, այդ իմ հայրենիքիս համար չեմ արել, այ դեբիլներ։ Նորից եմ ասում, լավ, ենթադրենք եզրասը KGB-ի անդամ է եղել, գործակալ է եղել։ Արա KGB-ի, ոչ թե Արաբատի նման Թուրքիայի։ KGB-ն սովետի փլելուց հետո չի եղել։ Սովետն մեր հայրենիքն է եղել, էշեր։ Այ քեպեական ապուշներ, այս տախոս անասուններ։ Հերիքը արա, դեբիլի տեսք եք թողում։ Խնդալու եք, արա։ Այսքան բանն եմ ուզում ասեի, կարճ, հակիրճ, դիպուկ, հատկապես ուղված քեպեական էշերին, որոնք իրական էշերից տարբերում են միայն իրանց ականջների չափով։ Հա, մեկ էլ ուղիղը մի քիչ իրանց, շատ ավելի պակաս է, քան էշերի մոտ։ Այդքան բան։ Լավ եղեք, բարի գիշեր եւ մնացած ուրիշ լավ բաներ։